Հարգարժան նախագահող, հարգելի ունկնդիրներ, սիրելի ժողովուրդ։ Ես կարծում եմ ինչ-որ բան մեր մոտ թերի է ստացվում, որտեղ մենք շատ ճշգրիտ գնահատականները չենք տալիս այն երևույթների, որ տեղի է ունենում։ Եվ ով է Հայաստանի Հանրապետությունում այսօր իշխանության ղեկին, եւ ով է այդ մարդը։ Հակառակորդ, գիտեք, մարդը բռնցքամարտիկը կարող է ռինգի վրա կամ գորգի վրա իր եղբորն ունենալ որպես հակառակորդ։ Դա չի նշանակում, որ դա շատ վտանգավոր վատ բան է։ Դավաճանելի չենք կարող ասել, որտեվ մարդը երբեք չի ունեցել այն տեսակետներն ու այն կարծիքները, որ ունեցել է հայ ժողովուրդը իր ապագայի նկատմամբ, նշանակում է մենք հստակ պիտի ձևակերպենք ով է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է։ Ընդ որում բոլոր ժամանակների ամենամեծագույն թշնամին։ Ավելի մեծ թշնամի, քան նրանց ում մենք մեղադրում ենք ցեղասպանության մեջ։ Որտեղ այս մարդը համակցված այդ ամեն ինչը անում է հայի անվան տակ, հայի ազգանունով եւ հայի կերպարով։ Իսկ հստակ պետք է լինի գնահատական, ով է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամի է։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ծախել է Արցախը եւ հիմա ծախում է Հայաստանը։ Ընկերներ, մեղրին 100%-ով հանձնված է թշնամուն։ Այդ Տրամպի ուղի, Տրամպը ստորագրել է, այդ հեքիաթներին հավատալը չի կարելի։ Եթե Տրամպի ուղին անցնում է մեղրիով, ուղղակի մեղրին է, ապա ինչ գործ ունի, էլի պարոն Բագրատյանն ասաց, ինչ գործ ունի տեղ Ալիևի ստորագրությունը։ Եթե այդ Տրամպի ուղին սկսվեր Սադարակից եւ ավարտեր Դերբենդում, հա ես կարող էի ասել, որ այո, տեղ պետք է լինի եւ Ալիևի ստորագրությունը, եւ Նիկոլի ստորագրությունը, եւ Տրամպի ստորագրությունը որպես երաշխավոր։ Բայց եթե խոսքը վերաբերվում է միայն մեղրի տարածքով ճանապարհին, ապա ինչ գործ ունի Ալիևի ստորագրությունը։ Նշանակում է Նիկոլը նույն 22 թվականի հոկտեմբերի 6-ի, հա, նման այն անգամ Մակրոնի ներկայությամբ Արցախը հանձնեց թուրքերին, հիմա էլ Տրամպի ներկայությամբ մեղրին է հանձնել թուրքերին։ Սպասում եք մինչև դրա մասին բացահայտ հայտարարել։ Դրա համար ես ուղղակի ողջունում եմ այն ինչ տեղի ունեցավ այսօր, պարոն Մամեջանյան, ուղղակի խնդրանքս, ես չգիտեմ, այդ ստորագրություններով ցուցակը փոխանցվեց ձեզ, թե չէ։ Այո։ Փոխանցվեց եւ ավելի լավ կլինի, որ հենց այսօր ձևաթղթի տակ այդ ստորագրությունները ոնց որ կարգը պահանջվում է դրվի, որպեսզի մնացած բոլոր խոսակցությունները ուրեմն իջիկ դառնան։ Ուղղակի ողջունում եմ, ես հիմնական ելույթս նախապատրաստել էի, որ եթե հանկարծ դա տեղի չունենա, ապա ունենալ սուր ելույթ, պարոն Մամեջանյանն ասեց, որ սուր ելույթի դեպքում կարող է անպատասխան մարդիկ մտնեն դահլիճ, դրանից չէ որ վախենում ենք, ուղղակի քանի որ դա տեղի ունեցավ, այսօրվա օրվա խորհուրդը ես կարծում եմ հիմնականում դա էր, մեզանից յուրաքանչյուրը աշխատելու պարտավորություն ունի։ Երկիրը օր առաջ քողարկված պանթուրքիստներից, ՔՊ-ից եւ հայ ժողովրդի մեծագույն թշնամի Նիկոլ Փաշինյանից ազատագրելու համար։ Իսկ այդ ճանապարհին, ընկերներ, բոլորս նորից եմ կրկնում, պարտք ունենք տալու եւ պայքար մղելու։ Դա է այսօրվա ցանկությունը, ուղղակի ցանկանում եմ, որ սրա մասին բաց ասենք, ով է Նիկոլը, ով է ՔՊ-ն, քողարկված պանթուրքիստները, ինչ ծրագիրներ են իրականացնում եւ հայ ժողովրդի պարտքն է դրա դեմը առնել օր առաջ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Խնդրում եմ նաև այդ առումով հետևել